Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ալիևը Փեզեշքյանին հատուկ էր հրավիրել Բաքու Հայաստանի դեմ հնարավոր հարձակման դեպքում Իրանի միջամտությունը բացառելու համար բանակցելու նպատակով։ Սրան զուգահեռ ադրբեջանական իշխանությունները Իրանին մեղադրում են հրեա կրոնական առաջնորդի սպանությունը պատվիրելու մեջ։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ Իսրայելը եւս անմասն չի մնացել Ասադի տապալման հարցում, հաստատում է Նեթանյահուն։ Վերջերս իր հարցազրույցներից մեկում Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելը աջակցել է Էրդողանի Սիրիայի կառավարությունը տապալելու նրա փորձերում։ Նրանք իրանցիները ցանկանում էին տեղափոխել 1 կամ 2 օդադեսանտային դիվիզիա, բայց մենք կանգնեցրինք դա։ Մենք մի քանի F-16 կործանիչներ ուղարկեցինք Դամասկոս թռչող իրանական ինքնաթիռների դեմ, ասել է Նեթանյահուն։ Իլհամ Ալիևը վաղուց է պատրաստվում Զանգեզուրի նկատմամբ վերահսկողության համար Հայաստանի հետ հնարավոր կարճատև արագ պատերազմի։ Մենք չենք բացառում, որ հակամարտության ընթացքի վերաբերյալ նախնական համաձայնություն արդեն իսկ ձեռք է բերվել հայկական կողմի հետ, գրում է Թալիշական հեղափոխություն Թելեգրամյան ալիքը։ Ալիքը վստահ է, որ Իրանի նախագահ Փեզեշքյանը հրավիրվել է Բաքու բանակցությունների, որտեղ Ադրբեջանն իրանական կողմին փորձել է կաշառել միջամտությունը կանխելու համար։ Էրդողանն իր հերթին կարող է օգտվել իրավիճակից տարածաշրջանում Թուրքիայի դիրքերը ամրապնդելու համար։ Հայաստանի իշխանությունները ամենայն հավանականությամբ կներքաշվեն այս խաղի մեջ եւ կարող են ստանալ իրենց բաժինը առաջիկա համաձայնագրերից։ Սակայն սա կհանգեցնի Ադրբեջանում մնացած ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների աճի, որտեղ հնարավոր են այլախոհների ձերբակալություններ եւ նույնիսկ սպանություններ։ Իլհամ Ալիևի հաշվարկն այն է, որ եթե Իրանը բախվի արտաքին սպառնալիքի, ապա երկրի ներսում կարող են անկարգություններ սկսվել։ Այդ դեպքում նա կարող է որոշել զորքեր ուղարկել հյուսիսային Իրան։ Բաքուն հատուկ նշանակության ուժեր է պատրաստում այս սցենարի համար, ինչը վկայում է հնարավոր իրադարձությունների լուրջ նախապատրաստության մասին։ Հատուկ նշանակության ուժերը երկար ժամանակ ուսումնասիրում են պարսկերենը, գրում է ալիքը։ Ադրբեջանը Իրանին մեղադրում է հրեա կրոնական առաջնորդի սպանությունը պատվիրելու մեջ, գրում է Հաքինազը։ Ըստ կայքի Իրանի հետախուզական ծառայությունները Վրաստանի քաղաքացի Աղիլ Ասլանովին, որը կապված է թմրանյութերի բիզնեսի հետ, հանձնարարել են Բաքվում հրեա կրոնական գործչի դեմ մահափորձ կազմակերպել։ Սակայն ադրբեջանական հատուկ ծառայությունները կանխել են մահափորձը։ Այս մասին հաղորդում է արդեն The Washington Post-ը, հղում անելով անվտանգության ուժերի աղբյուրներին։ Հրատարակության համաձայն իրանական հետախուզական ծառայությունների թիրախը Ռաբի Շնեոր Սեգալն էր։ Ծրագիրը ներառում էր նաև Բաքվի հրեական կրթական կենտրոնի վրա հարձակում։ Ասլանովի վարձատրությունը նախատեսված սպանության համար պետք է կազմեր 200,000 ԱՄՆ դոլար։ Ադրբեջանում կբացվի ISESCO-ի իսլամական կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպության տարածաշրջանային գրասենյակ։ Սա կարող է կապող օղակ լինել Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի միջև։ Մենք համագործակցել ենք Ադրբեջանի հաստատությունների հետ բոլոր ոլորտներում, ասել է ISESCO-ի գլխավոր տնօրեն Սալիմ բին Մոհամեդ Ալ-Մալիքին։ Արհեստացին Ադրբեջանում այլևս մշակույթ չկա։ Հաքինազի փոխանցմամբ դադարեցվել է մշակույթ թերթի հրատարակությունը։ Նշվում է, որ այսուհետ թերթը հրատարակվելու է միայն էլեկտրոնային ձևաչափով։ Սա տեղի մշակութային գործիչներին խիստ անհանգստացրել է։ Նրանք բողոքում են, նշելով, որ հասարակությանը զրկում են կրթվելու եւ ընթերցանությամբ զբաղվելու հնարավորությունից եւ ստիպում են, որպեսզի բավարարվեն Ալիևի եւ նրա ընտանիքի վերաբերյալ կեղծ եւ անգրագետ հրապարակումներով։ Ձերբակալվել է ադրբեջանցի լրագրող Ահմեդ Մամեդլին։ Նա առաջիններից էր, որ բողոքի ձայներ բարձրացրել երկրում տեղի ունեցող բոլոր անարդարությունների դեմ։ Իր Յոլդաշ մեդիա ընկերության միջոցով նա լուսաբանել եւ առաջին պլան է մղել իշխանությունների կողմից իրականացվող բռնություններն ու անարդարությունները։ Ահմեդ Մամեդլին սակայն այս շաբաթ ձերբակալված միակ ադրբեջանցի լրագրողը չէր։ Բաքվի իշխանությունների հրամանով անազատության մեջ է հայտնվել Ուլվիա Ալի Քուլիևան Մեյդան TV գործի շրջանակներում։ Նրա տունը խուզարկվել է, այս մասին լրագրողի ընկերները հայտնել են սոցիալական ցանցերում։ Նշենք, որ Գուլիևան այն լրագրողներից մեկն էր, որը մասնագիտորեն լուսաբանել է Թալիշ գիտնական եւ ակտիվիստ Էղբալ Աբիլովի շինծու դատավարությունները։
Մինչ արհեստածին Ադրբեջանում շինծու մեղադրանքներով լրագրողներ եւ ակտիվիստներ են ձերբակալվում, պաշտոնյաներն ու իրենց զավակները անօրինություններ են գործում եւ անպատիժ մնում։ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի որդին բռնության է ենթարկել կնոջը, որը բռնության զոհը ԱՄՆ-ից փախել է Բաքու։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանախովի որդին Մոհամեդ Փանախովը ամուսնացել է 2022 թվականին, որից հետո տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, Բել Էյրի, Լոս Անջելեսի շքեղ առանձնատուն։ Սակայն երջանկությունը երկար չի տևել։ Ալկոհոլային կախվածությունից տառապող Մոհամեդ Փանախովը ծեծում էր կնոջը, ինչի արդյունքում վերջին անգամ կորցրել է երեխային։ Եվ ամենազավեշտալին այն է, որ դատարանը 1.5 տարի է հրաժարվում է ամուսնալուծել զույգին։ Հունաստանի ռազմածովային ուժերի հատուկ գործողության արդյունքում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել։ Հունաստանի ափային պահպանությունը ձերբակալել է 40-ամյա ադրբեջանի քաղաքացու, որը նավակով Թուրքիայից անօրինական ներգաղթյալ էր տեղափոխում։ Հաստատվել է, որ մարդկանց առևտրով զբաղվող ադրբեջանի քաղաքացին յուրաքանչյուր ներգաղթյալից վերցրել է 3.500 եվրո։ Ադրբեջանցին նավակով պարբերաբար անօրինական ներգաղթյալներ է տեղափոխել Թուրքիայից Հունաստան։ Հատկանշական է, որ ադրբեջանցին ներողություն է խնդրել, բայց իրեն մեղավոր չի ճանաչել, նշելով, որ չգիտեր իր գործողությունների հանցավոր բնույթի մասին եւ ոչ ոք իրեն չի զգուշացրել օրենքը խախտելու մասին։ Իսկ հաթմրավաճառները փորձել են Կասպից ծովով մտնել Ադրբեջան, սակայն հանդիպել են ադրբեջանցի սահմանապահներին։ Վերջինների կողմից արձակված կրակոցների հետևանքով սահմանախախտներից մեկը վիրավորվել է, մյուսը մահացել։ Նախնական հետաքննությունը պարզել է, որ նրանք Իրանի քաղաքացիներ են եղել։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Փաստինֆոյի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։